Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանեց Հայաստան եւ արտաքին գործերի նախարարի հետ ստորագրեցին թրիփ նախագծի իրագործման շրջանակային համաձայնագիրը առավելագույնը 1 ամսվա ընթացքում կստորագրվի վերջնական, այսինքն դրանով արձանագրվեց, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները տեքստը համաձայնեցրել են, բանակցված ավարտված է եւ միակ բանը, որը մնում է անել, ստորագրել եւ վավերացրելն է։ Ինչով է պատմական փաստաթուղթը։ Պատմական կարճ ժամանակահատվածում, կարճաժամկետում եւ երկարաժամկետում։ Կարճաժամկետում պատմական է, որովհետեւ ի վերջո արդեն 5-6 տարի մեզ ուղեկցող միջանցքային խոսակցությունները անվերադարձ փակվեցին, որովհետև հստակ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր հատվածներում պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հաջորդիվ, այսինքն հիշում եք, չէ, ժողովուրդ ջան, ինչ է 20 թվից անընդհատ միջանցք, ընդ որում հիմա մենք Միացյալ Նահանգների հետ ենք այս նախագիծը իրականացնում։ Ես նաև ասել եմ, որ մեր մյուս բոլոր գործընկերներին, ովքեր կամ հետաքրքրվել են, թե ինչու ենք Միացյալ Նահանգների հետ անում եւ ոչ այլ գործընկերների, ես միշտ բոլորին ասել եմ, որ ցանկացած գործընկեր, ով կստորագրի 4 բառի տակ, ես պատրաստ եմ իրանց հետ աշխատել։ Տարածքային ամբողջականություն, իրավազորություն, ինքնիշխանություն, փոխադարձություն եւ սահմանների անխախտելիություն։ 2020 թվից եղել են տարբերակներ, որ այս բառերից միայն 2-ը օգտագործվի փաստաթղթի մեջ։ Մենք չենք համաձայնվել, որովհետեւ տեսել ենք, որ դա ստեղծում է սողանցք մեր տարածքի ինչ որ հատվածների վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը սահմանափակելու։ Մենք չենք գնացել այդ լուծումների, մենք անասելի ճնշումների ենք ենթարկվել, այդ թվում ռազմական ճնշումների ենք ենթարկվել, էսկալացիոն ճնշումների ենք ենթարկվել, բայց մենք մեր երկրի շահը մի միլիմետր անգամ չենք զիջել եւ մենք հասել ենք արդյունքի եւ այսօր այդ նախագիծը ոչ միայն փակում է միջանցքային տրամաբանությունը, այլև բացում է անսահման հեռանկարներ Հայաստանի Հանրապետության համար։ Ինչով է բացում անսահման հեռանկարներ։ Ի վերջո մենք դրանով վերջնական եւ անշրջելիորեն հաղթահարում ենք Հայաստանի Հանրապետության շրջափակումը եւ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի։ Ինչա տեղի ունենալու այդ նախագծի շրջանակներում։ Այդ նախագծի շրջանակներում ամենաակնհայտ բանը, որ տեղի է ունենալու, հետևյալն է։ Ուրեմն մեղրի երկաթուղին վերաբացվելու է, եւ մեղրի երկաթուղին է վերաբացվելու եւ մեղրի երկաթուղին գալու է վերաբացվի միջև երասխ։ Եվ սա ինչով է կարևոր։ Կարևոր է իհարկե այդ երկաթուղից օգտվելու են նաեւ ադրբեջանցիները Նախճեվանի եւ Ադրբեջանի միջև կապի համար։ Բայց նաեւ այդ երկաթուղից օգտվելու ենք մենք երասխի, այսինքն Հայաստանի հյուսային եւ հարավային հատվածների միջև երկաթուղային կապ ստեղծելու համար։ Դուք գիտեք, որ մենք այսօր հարավից դեպի հյուսիս, այսինքն Սյունիքից դեպի մեր երկաթուղի չունենք մենք Հայաստանի այդ հատվածում եւ թերևս եւ մենք ստանալու ենք երկաթուղի։ Սա ամենապարզ բանը, որ ասեմ, օրինակ Զանգեզուրի պնդամոլիբդենային կոմբինատի խտանյութը բեռնատարներով այսօր գալիս հասնում երկաթգծի կայարան, որով արտահանվում է։ Սա նշանակում է մեզ համար հնարավորություն, որ մենք Սյունիքից առնվազն խտանյութը բերենք միանգամից երկաթուղով եւ դեպի Սյունիք էլ ապրանքներ տանենք, բայց հնարավորությունը որ բաց է հետագայում բիզնեսը ցույց կտա թե ինչի համար է օգտագործվում, այսինքն ճանապարհն է օգտագործվում։ Երկրորդը, որը շատ կարևոր է, մենք նաեւ
հետագայում տրանզիտի համար Հայաստանը մեծ եկամուտներ է ստանալու։ Այսինքն ամեն գնացք, որ մեր տարածքով անցավ դրա համար վճարելու է։ Այդ գումարները գալու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այդ պետական բյուջեի միջոցները օգտագործվելու են Հայաստանի կարիքների համար, թոշակներից սկսած ճանապարհներով ավարտած։ Ավելին ասեմ, երբ որ մենք խտանյութը բերենք բեռնատարով, գնացքով եւ ոչ թե բեռնատարով, այդ նշանակում է, որ Հայաստանի ճանապարհների որակը եւ կիրառելիությունը էականորեն լայնանալու է, ընդլայնվելու է։ Ինչի, որովհետեւ այսօր ցավոք գերբեռնված բեռնատարների խնդիրը չի հաջողվում լուծել եւ ճանապարհները այդ բեռի տակ ավելի արագ են քանդվում, քան սպասվում էր։ Հաջորդիվ, բայց թրիփ նախագիծը ենթադրում է, որ Հայաստանի տարածքով կարող են անցնել նաեւ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետի մալող, այդ ամեն ինչի համար Հայաստանը ստանալու է տրանզիտի փող։ Բայց բացի այդ շատ կարևոր է, որ այդ բոլոր ենթակառուցվածքներով Հայաստանը եւ ներմուծում կարող է անել, եւ արտահանում կարող է անել։ Եվ սա նույնպես շատ կարևոր է։ Էլ չեմ ասում այդ բոլոր ուղիների սպասարկումը։ Սա նշանակում է նախ մեծ ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, երկրորդն նշանակում է մեծ թվով աշխատատեղեր, որովհետև երկաթուղու մասնագետներ եւ այլն, էլեկտրահաղորդման, այսինքն դա մեծ ներդրումներ եւ մեծ աշխատատեղեր է եւ ելի ուզում եմ ընդգծեմ, այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետության լիարժեք իրավազորության ներքո։ Հիմա այստեղ կա մի հատ ուրիշ նուրբ հարց, որը մենք պետք է առաջիկայում լուծենք։ Այդ նուրբ հարցը հետեւյալն է, թե Մեղրիից հետո եւ ըստ էության խաղաղության խաչմերուկ Հայաստանը հայտնվում է արևելքից արևմուտք եւ հյուսիսից հարավ խաչմերուկում։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ նախագծի իրացման արդյունքում մենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ենք երկաթուղային կապ ստանում։ Եվ մենք այս բացման պարագայում Երասխ, Նախճեվան, Ջուլֆա, իրանական Ջուլֆա դեպի Պարսից ծոց։ Այսինքն մենք նաև արտանման եւ ներկրման Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ստանում ենք երկաթուղային կապ։ Հիմա այս ընթացքում շատ կարևոր մի հարց է ծագում։ Ինչպես են արևմուտքից դեպի արևելք գնալու մեր բեռները, մեր չէ, միջազգային բեռները։ Ուրեմն բնականաբար Մեղրին այլընտրանք չկա, բայց այստեղ մենք ունենք մի խնդիր Նախճեվանից հետո ոնց է շարունակվելու։ Դուք գիտեք, որ հիմա Թուրքիան կառուցում է Կարս-Դիլիջու երկաթուղին, այսինքն Կարսից մինչև Նախճեվան, եւ այդ մեզ շատ հետաքրքրում է, թե ինչն է պատճառը, որ այդ թվում շատ այլ երկրներ աջակցում են այդ ծրագրին։ Եւ Հայաստանում պատրաստի երկաթուղի կա եւ պատրաստի երկաթուղին է պետք օգտագործել եւ մենք այս թեման հետազոտելով եկանք այն եզրակացության, որ քանի որ Հայաստանի երկաթուղին ռուսական կոնցեսիայի ներքո է եւ Ռուսաստանը գիտեք բարդ պատժամիջոցային հարաբերություններ ունի արևմուտքի երկրների հետ, արևմտյան երկրները փնտրում են ճանապարհներ, թե ոնց շրջանցելով, որ ընկերությունները խնդրեմը ստեղ քաղաքական չի, նաև տնտեսական է, որտեղ այն ընկերությունները իրենք կարող են ընկնել պատժամիջոցների տակ եւ հետեւաբար բոլորը փնտրում են ապահով ուղի։ Եվ նաև այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ Հայաստանի երկաթուղիները, որը իդեպ Հայաստանի Հանրապետության 100% սեփականությունն է, շատ կարևոր է արձանագրել, մենք պետք է կոնսենսուս տրամաբանությունը անպայման փոխենք, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտը մեր ճանապարհի, մեր երկաթուղիների համար պրոբլեմ չդառնա։ Եվ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ բարեկամական գործընկերային աշխատանքը մեր գործընկերների հետ, Ռուսաստանի Դաշնության հետ եւ այդպես շարունակ։